Ինչ է հայտարարում ՔՊ ազգային ժողովի փոխնախագահան, սպառնում է այն քաղաքացիներին, իսկ մենք գիտենք, որ մոտ 2 միլիոն հայ, 1 միլիոնից ավել ապրում է Ռուսաստանում, որոնց մեջ շատ մեծ թիվ են կազմում ՀՀ քաղաքացիները եւ 18 թվականին իրանք սենց կանգնում էին հրապարակում, դիմում էին, ասում էին, եկեք Ռուսաստանից, Կանադայից, ես չգիտեմ որտեղից, եկեք, ձեր երկրի ճակատագիրն է որոշվում, ձեր երեխաների ապագան է որոշվում, եկեք քվեարկեք, հիմա ինչ է ասում Ռուբեն Ռուբինյանը, ասում է Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվելու եք եւ բոլոր սահմանային անցակետերում ձերբակալվելու եք, եթե իմանանք, այսինքն ինչ է նշանակում, եթե իմանանք կաշառք եք վերցրել, եկել եք քվեարկելու, այս տրամաբանությամբ ում ուզենաք կձերբակալեք, կասեք մոսկովյան մեր աղբյուրները կամ մի հատ sense ոտի վրա զապիսկ սարքեք, դուք այդ հարցում պրոֆեսիոնալ եք, կասեք, ահա, մի հատ ձայնագրություն կհրապարակեք, կասեք, ահա, այս ձայնագրությունը, այս էլ ինչպես Ռուբինյանն է ասել, ԿԳԲ-ի գործակալ Եզրաս Սրբազանը կանչելա կաշառք տվել, չկա սենց բան, աշխարհի որևէ ծիրում սենց բան լիներ, այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպան, որ 2 օր հետո այդ ամբողջ աստղաբույլով լինելու է Երևանում, առաջի հարց էս կասել, էս ինչ եք դուք ասում, դուք ոնց եք ահաբեկում արտերկրում ապրող ձեր հայրենակիցներին, բա 18-ին ասում եք, էլ ինչ անենք ձեր համար, որ գաք քվեարկեք, մարդա իրավունք ունի, նա ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, կապ չունի Մոսկվայում ապրում, Եզրաս Սրբազանի հարևանն է, թե ապրում է Փարիզում, Վերսալի կողքը Մակրոնի հարևանն է, եթե ունի ՀՀ անձնագիր, նա կարող է գալ քվեարկել եւ պետք չի ահաբեկել եւ պետք չի վախեցնել, բա դուք 65% ձեր գրպանում ձայն ունեք, ինչի եք այսքան ահաբեկված